Առանց հոր, անտեր, առանց տանգլուխ են իրենց զգում սարերի մեջ կուչ եկած մեղրիում։ Ոնց որ մենք անտեր ենք, ոնց որ տան հայրը տանը չլինի, ինչ որ անում է դա մայրը իր երեխեքի հետ չենք կարողam, հայրը չունենք, որ դիմենք ու ստանանք մի հատ պատասխան։ Արցախյան վերջին կռվից հետո ավելի է սեղմվում, խեղդվում մեղրեցին։ Ամենաշատը վախենում են, որ չսովորեն, չընտելանան ամեն օր ավելի անորոշ դարձող կյանքին։ Ոնց որ կաթսան դնես սեղանին ու ամեն հաջորդ օր ավելի քիչ բան ունենաս ճաշդ եփելու համար, բայց բավարարվես, սովորես, նման կյանք չի ուզում Սյունեցին։ Մի օր առանց յուղի, մի օր առանց ձեթենց ասած յոլա են գնում լեզվով ասած։ Ու մարդիկ սենց հիասթափված, ինքնական, ոնց կլինի, ինքնահոսի են կդեր։ Սղոցվում է իրենց ուղեղը, կաթվածի են հասնում այս մարդիկ, երբ իրենց ստիպում են ուրանալ պատմությունը, մոռանալ ցեղասպանությունը, ապրել փուչ ներկայով։ Եթե մի տան ղեկավարը, ասենք այսօր Նիկոլ Փաշինյանն է, տան ղեկավարն ասի ուրացեք, մոռացեք, էլ ով պետք է ասի։ Եթե մենք ուրանում ենք Արցախի մեր կոթողները, մեր վանքերը, մեր պապենական գերեզմաները, մեր հուշակոթողները, մեր խաչերը, մեր վանքերը, եթե մենք ուրանում ենք, մենք չի։ Խոսքս հասկանալի է ուրանում ենք, այսօր ցեղասպանության մասին խոսք գնել չի կարող։ Մենք մեղրից վեր ենք գնում, որ գնանք Ծիծեռնակաբերդ, մեր հարգանքի տուրքը մածուտեք, հիմա չես էլ կարողանում գնաս, վախենում ես, որ գնաս, որտեղ այդ ցեղասպանություն բառն էլ ոնց որ օրակարգից հանվեց։ Մեղրեցի Լարան չի ուզում, որ հայրենակիցները վարակվեն իշխանությունից ու ապրեն ստամոքս գրպան առաջնահերթությունով։ Մեր մոտ գործում է ստամոքս գրպան, այ այս ուղին է գործում, գրպան, ստամոքս, վсё։ Դրա համար մենք էս ենք մնացել։ Նկատում է, որ ամեն օր ավելի քիչ հայ է խոսում ադրբեջանական բանտերում տարիներով անպատվության մեջ գոյատևող հայրենակիցների մասին։ Ինքան հարցեր կա անպատասխան, սկսած գերիներից, վերջացրած, այդ հարցերը քննարկեն, թե չէ սրան եք բերում, նրան եք բերում, ճանապարհ եք տալիս, Facebook-ով որ գցում են, ծովից ծով Հայաստան, նկարները գցում են, չէ, քարտեզներով ամեն ինչով։ Լավ է, ծովից դարել ենք մի բուր։ Լավ է, ինչ եղան մեր հողերը։ Մի բան է ուզում Սյունեցի կինը, պետական ամետ իշխանություն, որ բոլորի բառապաշարից անի անընդունելի Զանգեզուրի միջանցք բառակապակցությունը։ Զարմանում է, ինչու է ինքը Հայաստանից Վրաստան, Վրաստանից Ռուսաստան սահմանային անցակետով անցնում, բայց թշնամին պահանջում է միջանցք մեր տարածքում, Նախիջևան գնալ գալու համար։ Պապուտունը չի մտնում, որ առանց վերահսկողության, այ մեր կառավարության սխալը դա է։ Սյունիքը ոչ մի խոսք չի ուզում լսել այսպես կոչված միջանցքի մասին։ Եթե կառավարությունը համաձայնի, մեղրեցին համաձայն չի լինի, Քաջանցին համաձայն չի լինի, հաստատ է, դա հաստատ եմ ասում, այդ ճանապարհը չի լինելու։ Եթե անգամ պատերազմ լինի, Քաջարանից դուրս չի գա այս տղամարդը։ Խնացախում կրակոցներն ու բայց խնացախցի մնացել է իր հողում, չէ։ Անվտանգությունը ստեղծում է, հիմնվում է այդ տվյալ տարածքի բնակչի վրա, չէ։ Մտքի ծայրով էլ չի ուզում անցկացնել, ինչ կլինի, եթե այսօրվա իշխանությունը իրականացնի Ադրբեջանի դեռ թղթի վրա մյուս ծրագիրը։ Ադրբեջանցին կասի մեր հողում ապրի, իսկ Բաքվից եկածները ռիսկ անեն գնան Բաքվում բնակվեն, կամ թե Ադրբեջանի ցանկացած քաղաքում, տարածքում։ Ադրբեջանցու ոտքը եթե Հայաստան մտնի, իսկապես մենք կշրջենք մեր պատմության վերջին էջը, կասկած չունեն Սյունիքում։ Մեր սրտի խորքում ոնց որ վստահ լինենք, որ ոչ մեկը չի կարա մեզտեղից քշի հանի ուժով, չի կարա։ Մենք մինչև վերջ էլ կմնանք այստեղ եւ կպայքարենք մինչև վերջ։ Բոլորը ասում են, տեսնես, մինչև վերջ մնալու ենք այստեղ։ Հարց է դարձել իրենց գոյությունը, մտքներում անընդհատ մի նախադասություն է։ Քանի որ կա շահուգերի ստրուկուտեր, չի լինելու երկրի վրա ոչ շիտակ խոսք, ոչ կյանք, ոչ սեր։ Գաներ Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր, Մարզնյուզի աջակցությամբ։